Ինչ ես կանում դեմոյից։ Այժմ մենք զրուցենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ։ Պարոն Սիմոնյան, ինչ լուծումներ, ինչ ելք եք տեսնում այս իրավիճակում։ Լուծումների ու ելքի մասին կարելի է թեպետ երկար ու շատ տարբեր բաներ ասել, տարբեր կարծիքներ ասել, բայց մի բան միանշանակ է։ Ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է ավելի կազմակերպված, ավելի սթափ մոտենա ամեն ինչին։ Չի կարելի Բաղրամյան պողոտայի 200 մետր Բաղրամյան պողոտայի համար, հա, մեր համակարգացիներին, մեր երիտասարդներին ծեծել, արուն թափել, բանտարկել, հուսահատել, խթանել արտագաղթը, այս 200 մետրը չարժեն դա։ Ենթադրենք այս 200 մետրը ասֆալտապատման աշխատանք է կատարվում կամ ընդհանրապես չի եղել նախագծված։ Ինչ անենք, կներեք ժողովրդական բառով ասեմ, ջանդմին թե այս 200 մետրը փակ չի։ Ինչ անենք, ոստիկանությունը աշխատում է շատ ծանր է այդ աշխատանքը, դա իրենց աշխատանքն է։ Ուրեմն կամ այդ 51 միլիոն դոլար արդյոք արժի իմ համակարգացիների, իմ ընկերների, իմ հարազատների, իմ համակարգացիների երջանկությունը, կյանքը, անվտանգությունը, առողջությունը արժե դա, հաստատ չարժե, հաստատ չարժե։ Թող սթափվեն, իրանք թող սթափվեն, հա, միգուցե այստեղ հավաքված մարդիկ անկազմակերպեն, միգուցե սա դժվար է, բայց սա իրոք որ պետություն է ու սա իրոք որ նոր սերնդի քաղաքացի է, որին կոտրել չի կարելի։ Այս տղեկ աղջիկերքը մեր երկրի ապագան են, մեր սահմանի զինվորներն են, մեր երեխաների մայրերն են ապագա, չի կարելի այդպես բան անել, թքած այս 200 մետր հողի վրա, բախում չի կարող լինել։ Պարոն Սիմոնյան, այնուամենայնիվ տեսնում եք լուծման այդպիսի տարբերակ, որին կգնա իշխանությունը եւ որը կբավարարի նաեւ այստեղ բողոքի գործողություններ իրականացնող քաղաքացիներին։ Կա արդյոք այդպիսի տարբերակ։ Իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին։ Մարդիկ, ում մենք խոսելիս անվանում ենք իշխանություն, դրանք ընդամենը մենեջերներ են, որոնք ժամանակավորապես ստանձնում են այդ գործողությունները կազմակերպել։ Այսօր գործատուն ժողովուրդը դժգոհ է այն աշխատանքից, որը կատարվում է։ Աշխատողը պետք է լուծումներ գտնի եւ բավարարի իր աշխատատուին։ Հակառակ դեպքում նա պետք է լքի իր պաշտոնը, ասի ես չեմ կարողանում անեմ։ Թող համարձակություն ունենան նույն Երվանդ Զախարյանը կամ որևիցե մեկը, որը պատասխանատու է, նորից եմ ասում, չեմ ուզում մտնեմ բանավեճի մեջ, թե ով է պատասխանատու, որտեղից է պետք մի լուման վերցնել, որտեղ դնել, թող պատասխանատվություն գտնի, ուժ գտնի իր մեջ, ասի չեմ կարողանում անեմ այս գործը ես, չեմ կարողանում, իմ համար տուպիկ է,
թող լուծում գտնի։ Դա այս մարդկանց գործը չէ, այս մարդիկ չեն, որ որոշումներ են կայացրել։ Ենթադրվում է, որ ընտրված մարդիկ են, որ որոշում պետք է կայացնեն։ Թող իմաստուն գտնվեն, բայց իրանց ֆունկցիան ինչու՞մն է ուժ կիրառելու մեջ եւ թանկ մեքենաներով մենաշնորհներ ստեղծելու մեջ, թող որոշում գտնեն, նորից եմ ասում, ոչ մի բան չարժե ըստեղ կանգնած որևիցե մեկի աչքի վերևի ունքին, որ կպնեն կամ ոտը տրորեն։ Ոչ մի Բաղրամյան պողոտայի մետր։ Քան Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։